Իրանն ու Իսրայելը 4-րդ օրն է փաստացի պատերազմի մեջ են։ Հրեական պետության հարվածից վնասվել է ամենամեծ Շահրանի նավթամբարը։ Թեհրանը թիրախավորել է Իսրայելի կենտրոնական ու հյուսիսային հատվածները։ Սա Իրանի եւ Իսրայելի միջև տասնամյակներ շարունակվող առճակատման ամենաթեժ ու վտանգավոր բախումն է, որը կարող է տարածվել դեպի հարևան երկրներ, ներքաշելով Իսրայելի դաշնակից Միացյալ Նահանգներին եւ այլ խոշոր տերությունների։ Այդ հարցակումները, որ հիմա իրականացնում է Իսրայելը Իրանի նկատմամբ եւ պատասխանը Իրանի կողմից, դա նախատեսելի էր, որովհետեւ անընդհատ վերջին տարիների ընթացքում, հատկապես վերջին 1 տարվա ընթացքում Իսրայելը ոնց որ թե նախազգուշացնում էր, որ հարվածները հասցնելու, որ իր համար թույլատրելի չի, որ Իրանը ատոմականներ ունենա եւ զարգացնի այդ ծրագրերը, ինչը իր համար էկզիստենցիալ վտանգ կարող է հետագայում հանդիսանալ։ Դրա այդ առումով նախատեսելի էր, որ նման հարձակումներ կարող են լինել Իսրայելի կողմից։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 13-ից մեկնարկած իսրայելական հարձակումների ընթացքում երկրում զոհերի թիվն անցնում է 220-ը, վիրավորներինը 1500-ը։ Իսրայելում էլ հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, հայտնում են 24 զոհվածի մասին։ Ներքաղաքական տեսանկյունից այս պետություններում հակաիշխանական տրամադրություններ են, բացի դրանից մինչ այս պատերազմող երկու երկրները ռեսուրսի պակաս ունեն։ Միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը համոզված է, պատերազմը երկար չի տևի։ Եթե պատերազմը երկարատև լինի եւ Իրանին հաջողվի այդ երկարատև պատերազմի մեջ ներգրավել, ապա Ադրբեջանը կփորձի ճնշում իրականացնել Հայաստանի Հանրապետության վրա, որպեսզի այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի ծրագիրը կյանքի կոչի։ Հիմա այդ ճնշումը կարող է լինել քաղաքական, դիվանագիտական, բայց մենք չպետք է բացառենք, որ այդ ճնշումը կարող է լինել նաև ռազմական։ Հրեական պետությունը նպատակ ունի թուլացնել Թեհրանին եւ նրան պարտադրել բանակցությունների ընթացքում գնալ միակողմանի զիջումների։ Ստեղծված իրավիճակից արտաքին ուժերը կփորձեն օգտվել։ Հիմնական դեր խաղացող պետությունները իրենք դեմ են այս գործընթացներին եւ որպեսզի դա հանգեցնեն մեծ պատերազմի, եւ ես կարծում եմ, որ բանակցությունների արդյունքում հնարավոր է, որ այդ պետությունները նաեւ ազդեցությունը իրենց ունենան, քանի որ համ Իրանի հետ կապեր կան, համ Իսրայելի հետ կապեր կան, կարող են ազդել երկու պետությունների վրա, որ հնարավորինս սեմ ժամկետում դա կարող է լինել օրեր, կարող է շաբաթներ տևել, բայց սեմ ժամկետում կարգավորել իրավիճակը, որպեսզի դա չհանգեցնի մեծ պատերազմի։ Մերձավոր Արևելքում սրվող Իրան-Իսրայել հակամարտությունը վտանգավոր զարգացումներ է կանխատեսում նաև հարավային Կովկասի համար։ Փորձագետները չեն բացառում Բաքուն իրավիճակից օգտվելով կարող է սանձազերծել նոր ագրեսիա, փորձելով կյանքի կոչել Միջանցք կոչվող ծրագիրը։ Ըստ միջազգայնագետի, եթե պատերազմը երկարի, ապա բարեկամ Իրանի համար Կարմիր գծի փոխարեն սեփական երկրի անվտանգությունը առաջնային դերում կլինի։ Իրանը առաջին հերթին զբաղվելու է իր անվտանգության հարցերով եւ այս պարագայում բավականին ռիսկային է մեզ համար երկարատև պատերազմը։ Բացի դրանից, որ Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից, նաեւ մենք պետք է հաշվի առնենք, որ երկարատև պատերազմը բերելու է հանգեցնելու է նրան, որ կարող է Իրանին փորձել ներսից պարակտել եւ դա իհարկե կհանգեցնի նաեւ նրան, որ մեծ թվով փախստականներ առաջին հերթին ուր են գնալու իրենք, ոչ Աֆղանստան, ոչ Կենտրոնական Ասիա, ոչ Իրաք, ոչ Պակիստան, առաջին հերթին իրենք հենց ուղևորվելու են դեպի հարավային Կովկաս, դեպի Հայաստան, դեպի Սյունիքի մարզ, եւ սա մեծ խնդիր է մեզ համար դառնալու։ Մենք առանց դրա էլ ունենք խնդիրներ, որոնք վերաբերվում են փախստականներին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր դեր ունի տարածաշրջանի անվտանգության եւ տնտեսական կայունության պահպանման հարցում։ Սա այն երկիրն է, որ մշտապես դեմ է արտահայտվել պետությունների տարածքային ամբողջականությունը խաթարող յուրաքանչյուր գործողության։